Բոլորիդ բարի երեկո, ուրախ եմ, որ ունեք հնարավորություն նոր եթերում հանդիպենք ձեզ հետ միասին, ուզում եմ հիշեցնել, որ 4 կարևոր եթեր, որի մասին ես խոսում էի, այս 4 եթերը, որը մենք պատրաստել ենք պատերազմների մասին, դրանք բոլորը մեզ համար կարևոր են։ Առաջի եւ երկրորդ եթերը մենք արեցինք ուրեմն 44 օրվա, կներեք, առաջի պատերազմի մասին, Ղարաբաղյան եւ 4 օրվա պատերազմի մասին, իսկ այսօր լինելու է մեծ եթեր, ավելի կարևոր եթեր, քանի որ մենք խոսելու ենք 44 օրվա պատերազմի մասին։ Կիսվեք այս եթերով, ուշադիր նայեք այս եթերը, ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր YouTube-յան ալիքով են նայում եթերները, ուզում եմ հիշեցնել, որ առաջի պատերազմի մասին YouTube-յան երկու ալիքում մեկում հավաքեց համարյա, եթե չեմ սխալվում, 90,000 դիտում եւ մյուս ալիքում համարյա 45,000 դիտում։ Իսկ Facebook-ում երկու էջում եւ մի հատ խմբում արդեն մենք ունենք համարյա 200,000 դիտում։ Այնպես որ 350,000 դիտում առաջի եթերն հավաքել առաջի պատերազմի մասին եւ մոտավորապես 200,000 դիտում մենք հավաքեցինք YouTube-ում եւ Facebook-ում 4 օրվա պատերազմի մասին։ Այսօր մենք խոսելու ենք 44 օրվա պատերազմի մասին, բայց սկզբից բոլորին բարի երեկո, Գայա ջան, քեզ էլ մեծ բարևներ։ Բոլորիդ հարգում եմ, սիրում եմ։ Ու տեսեք, այնքան է ուժեղ այդ եթերները, այնքան է ուժեղ, որ պատկերացրեք, սենց անենք, որ կադրի մեջ սիրուն երևա, այնքան է ուժեղ այդ եթերները, որ այն մարդիկ, ովքեր մեղավոր են, այս բոլոր պատմությունների մեջ, առանձին նենց, այսպես ասած, բարկացած ինչ-որ բաներ են գրում, ու դա շատ է լավ։ Եկեք ես սկզբից կիսվեմ իմ խմբերում, որպեսզի իրանք էլ տեսնեն, որ եթերը սկսվել է, եւ ասեմ, որ ինձ համար շատ կարեւոր է, որ այսքան մարդ ինձ գրում են եթերների մասին, շնորհակալություն են հայտնում եւ չգիտեմ նաեւ մարդիկ կան, ովքեր վախեցած են, ասում են զգուշ եղեք եւ այլն։ Գիտեք ինչ, զգուշ պետք է լինի հանցագործը, լրագրողը ինչի պետք է զգուշ լինի։ Լրագրողը պետք չի որ զգուշ լինի, թող հանցագործը լինի զգուշ։ Սիրում եմ Նատելա ջան, ձեզ էլ բարի երեկո, ուրախ եմ տեսնել։ Այնպես որ սկսենք մեր եթերը։ Մենք ձեզ հետ գիտենք, որ 44 օրվա պատերազմը եղել է շատ ցավալի եւ երևի փոխեց բոլորիս կյանքը, բոլորիս տրամադրությունը, բոլորիս, այսպես ասած, մտածողությունը, նաեւ հույսով եմ, բայց այսքան մենք լսեցինք 44 օրվա պատերազմի մասին, այսօր ես կփորձեմ պատմել սաղ այդ պատերազմի մասին, նենց ոնց եղել է, նաեւ այն բաները, որը երևի դուք չեք լսել, ասեմ մեր հետևորդներին պատմեմ, որ օրինակ YouTube-յան ալիքում մեզ նայում են Իորդանիայում, Օմանում, Դուբայում, Ֆրանսիայում, Ամերիկայում, Ռուսաստանում, այսինքն տարբեր երկրներից, հիշեցնեմ նաև, որ անգլերեն էջում 81% մեր հետևորդների Հայաստանից են նայում եւ ռուսական էջում 73-72% հետևորդները նայում են Հայաստանից, այնպես որ տեսեք համարյա 80-82% մեր հետևորդները Հայաստանից են եւ դա շատ լավ է, քանի որ ինձ համար ամենակարևորը, որ Հայաստանի Հանրապետության բնակիչները ուշադիր դա լսեն եւ ավելի լավ հասկանան ինչ ա եղել։ Ուրեմն եկեք ուշադիր մենք լսենք այս եթերը, ես երբ սկսեմ այս եթերը 44 օրվա պատերազմի մասին, ես կուզենայի սկսել ոչ թե առաջի օրերից, պատերազմի, այլ 2018 թվականից։ Ուզում եմ հիշեցնել մեր հետևորդներին, որ մենք սկսած 92 թվականից եւ եթե լինենք ավելի ֆիքսած 94 թվականից, մենք ուղարկում ենք Հայաստանից զորքեր Ղարաբաղ, Էլզա ջան, բարի երեկո, որպեսզի այդ տեղերքը պաշտպանեն ղարաբաղցիներին եւ Ղարաբաղը։ Եվ 2018 թվականին, երբ իշխանության եկել Նիկոլ Փաշինյանը, այդ օրվանից, մինչ այդ օրը եղել են անտարբեր մեր զինվորների հանդեպ, ծեծում էին, սպանում էին, փող էին գրփում, իսկ 2018 թվականից Ղարաբաղի բանակում սկսվել է ատելություն հայ զինվորի հանդեպ, կոնկրետ Հայաստանից եկած զինվորի հանդեպ, բացատրեմ ինչի, քանի որ տեսեք, այդ հրամանատարները թե Մարտունիում, թե Հադրութում, թե Մարտակերտում բոլորը եղել են հանցագործներ։ Այսինքն ոչ մի պոլկի կոմանդիր չի կարա լինի, եթե ինքը հանցագործ չի, եթե ինքը չի օգնում Ղարաբաղյան կլանին, եթե ինքը Ղարաբաղյան կլանի անդամ չի, եւ քանի որ զինվորական մասերի հրամանատարները բոլորը հանցագործ թալանչիներ են եղել Ղարաբաղում 2018 թվականին եւ իշխանության եկել Նիկոլ Փաշինյան, այդ մարդիկ սկսել են ատել ոչ թե մենակ Նիկոլ Փաշինյանին, այլ բոլոր նրանց, ովքեր ընտրել են Փաշինյանին, քանի որ ստացվում է, որ այդ զինվորների ծնողներն են ընտրել Փաշինյանին, ստացվում է, որ այդ զինվորների ծնողներն են հեղափոխություն արել, եւ այո, բոլոր ղարաբաղցի սպաների համար, հրամանատարների համար պարզ դարձավ, որ այդ զինվորները եւ իրենց ծնողները ընտրել են Փաշինյանին եւ հանել են Ղարաբաղյան կլանը, իշխանությունից։ Այդ օրվանից ուշադիր լսեք, քանի որ մենք պատմում ենք 44 օրվա պատերազմի մասին, բայց սա շատ կարևոր է լսել։ Այդ օրվանից Ղարաբաղյան բանակը սկսել է ատել
ոչ թե մենակ թալանել, հա, այլ ատել զինվորներին։ Եվ այսպես ասած այդ օրվանից ավելի դժվար էր ծեծել այդ զինվորներին, բայց ատելությունը օրից օր շատանում էր։ Ինչի՞։ Քանի որ այդ զինվորների ծնողները գալիս էին, ասում են մեր մոտ հեղափոխություն ա եղել, ասում են շնորհակալ ենք Փաշինյանին, որ փոխում ա երկիրը, եւ ամեն անգամ Ղարաբաղցին լսելով, որ զինվորի մայրը եւ հայրը գովում են Հայաստանը, նոր Հայաստանը, հեղափոխությունը, իրանք հասկանում են, որ այս Նիկոլ Փաշինյանը ով եկել է ու դարել է վարչապետ Հայաստանի Հանրապետության, իրանք համար վտանգավոր է։ Ղարաբաղի հրամանատարների համար, գեներալների համար, հասկանում եք, սա շատ կարևոր է իմանալ։ Եվ հիշեցնեմ, որ մինչ 44 օրվա պատերազմը, սա էլ է շատ կարևոր, բանակի կոմանդուշին նշանակվել է այս մարդը Ջալալ Հարությունյանը, այսինքն մինչև 44 օրվա պատերազմը Ղարաբաղի բանակի գլխավոր հրամանատարը դարել է Ջալալ Հարությունյանը, բայց այստեղ պետք է հասկանալ, որ փաստորեն այդ նշանակումը եղել է շատ դժվար։ Ուրեմն երևի դուք չեք հիշում, բայց հիմա փաստերով պատմեմ, երբ Ջալալ Հարությունյանը դարել է Ղարաբաղի բանակի հրամանատարը գլխավոր, մինչ դա դժվար նշանակում էր, այսինքն ղարաբաղցիները պետք է նենց անեին, որ Ջալալին նշանակեն, չէ, բան հրամանատար։ Եվ որպեսզի ճնշեն Հայաստանի Հանրապետության ղեկավարների վրա, որպեսզի ճնշեն բոլոր մեր կառավարության անդամների վրա, ղարաբաղցիները, տեսեք ինչ ա եղել, 3 ամսում, ուրեմն դեկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր եւ հունվար 3 ամսում Ղարաբաղի զինվորական մասերում մինչ իրա նշանակել է 3 ամսում 13 զինվոր Հայաստանի Հանրապետությունից ինքնասպան են եղել, այսինքն 13 տղա իբր իրանց սպանել են։ Դա չի կարա լինի տես բան։ Իմ մոտ եղել են զանգեր, այդ ինքնասպան տղերք ովքեր իբր իրանց սպանել են։ Իրանց ծնողները բոլորը ասում են, որ մի օր առաջ իրանց երեխան զանգում էր, ոչ մի խնդիր չի եղել, այսինքն ես քննել եմ իմ կողմից այդ 13 մահը, այսինքն նորից եմ կրկնում, Ջալալ Հարությունյանին որպեսզի նշանակեն, հա, 13 տղա սպանել են եւ իմ մոտ չկա կասկած, որ դա շանտաժ ա եղել Հայաստանի կառավարությանը, որ Ջալալին նշանակեն եւ համաձայնվեն։ Եվ այո, այս մարդը, երբ դարել է կոմանդուշի, հա, ինքը այդ ձևի, հա, պատմությունով է դարել կոմանդուշի։ Ավելի մանրամասն էլի լինելու է ինֆո, բայց հիշեք, որ 13 տղա սպանել են ղարաբաղցիները եւ գրել թղթերում, որ ինքնասպան են եղել։ Դա եղել է Փաշինյանի ժամանակ, դա եղել է շանտաժ, որպեսզի այս մարդուն բերեն սարքեն կոմանդուշը։ Հիմա մենք պետք է հասկանանք մի հատ շատ կարևոր բան, որ մինչև 44 օրվա պատերազմը, մինչև պատերազմը սկսելը, եղել է շատ փոքր ուրեմն պատերազմ, թավուշում, հա, եւ դրանից հետո արդեն հասկանալի էր, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել, հա, հարձակվել Հայաստանի վրա։ Բայց տեսեք, ինչն է հետաքրքիր, հա, որ մինչև պատերազմը սկսելը, մինչև 44 օրվա պատերազմը սկսելը, 2 օր առաջ, պատերազմը 44 օրվա պատերազմը սկսել է սեպտեմբերի 27-ին, իսկ սեպտեմբերի 25-ին, 2020 թվականին, Ջալալ Հարությունյանը, այս մարդը, գնում է պոստեր եւ Ղարաբաղի պոստերում ասում է, որ պատերազմը սկսում, լյուբոյ ժամ կարող է պատերազմը սկսի, այսինքն կարող է դա լինի 2 ժամից հետո, դա կարող է լինի 4 ժամից հետո եւ դիմում է բոլոր զինվորներին, որպեսզի իրանք պիրիզագրուս կանեն, այսինքն իրանք եթե պոստերում են կայնած, իրանք կուչկա կայնեն եւ պատրաստվեն, որ պատերազմը սկսում։ Այդ հրամանը տվել է Ջալալ Հարությունյանը, այսինքն սեպտեմբերի 25-ին Ղարաբաղի բանակը իմանում էր, որ պատերազմը սկսում եւ հավատացեք, որ սեպտեմբերի 25-ին իմանում էր, որ պատերազմը սկսում Դավիթ Տոնոյան անունով մի հատ տղա, ով եղել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար։ Դավիթ Տոնոյանը։ Տեսեք, ուրեմն Դավիթ Տոնոյանը այդ ժամանակ դուրս է գալիս Հայաստանից ու թռնում է Եվրոպա։ Իր բարեկամի միջոցառումն է, մի հատ ջահել աղջիկ, մի հատ հասարակ միջոցառում, ոչ մի կարևոր բան։ Գնում է ինչ-որ միջոցառում, հա, իր բարեկամի միջոցառում Եվրոպա, այս մարդը։ Այս մարդը բացակայ է իմանալով, որ պատերազմը սկսում։ Հասկանում եք։ Շնորհակալություն բոլորին բարի խոսքերի համար եւ բոլորին, ովքեր կիսվում են այս եթերով։ Շնորհակալ եմ։ Այսինքն իմանալով, որ պատերազմը սկսում, այս մարդը չկա Հայաստանում։ Բացի դրանից, պատերազմը սկսել է սեպտեմբերի 27-ին, չէ՞։ Էլի չկա ինքը։ Էլի չկա 28-ին, 29-ին, 3 օր մեր պաշտպանության նախարարը բացակա էր։ Ինչի մասին է սա խոսում։ Խոսում է դրա մասին, որ պարոն Տոնոյանը իմանալով, որ պատերազմը սկսում, որոշել է, որ ինքը պետք է լինի բացակա Հայաստանում։ Հասկանում եք։
Այսինքն պաշտպանության նախարարը թքել է սաղ բանակի վրա ու դուրս եկել Հայաստանից։ Պատերազմը սկսել է իմանալով, որ ամսի 27-ին ունենք մենք 500 զոհ եւ վերավոր, 500 раненых и погибших примерно։ Էլի չի վերադառնում ու շարունակում է ուտել, խմել, ապարել ու թքած ունի ինչա կատարվում իր հայրենիքում։ Չի վերադառնում մյուս օրը եւ վերադառնում է մի 3 օրից հետո։ Բայց տեսեք, ես ուզում եմ sense մի բան պատմեմ մեր հետևորդներին։ Այս տղան օթից չի դարել պաշտպանության նախարար, այսինքն Դավիթ Տոնոյան անունով մի հատ տղա, ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշանակել է պաշտպանության նախարար, մինչ այդ նշանակումը ցույց է տվել իրան շատ վատ։ Եվ մենք պետք է հասկանանք, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշանակել է Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարար, ինքը ԱԱՑ-ից հարցնում է, այսինքն երբ ինչ որ մարդ ստանում է ինչ որ պաշտոն, այդ մարդուն ստուգում է Հայաստանի Հանրապետության ԱԱՑ-ն եւ ԱԱՑ-ն, Հայաստանի Հանրապետության ԱԱՑ-ն թղթում գրել է, որ Դավիթ Տոնոյանը համապատասխանում է այս նշանակումը շատ լավ կլինի, բոմբա կլինի, չգիտեմ ինչ են գրել, բայց հաստատ եթե իրան նշանակել են պաշտպանության նախարար, դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության ԱԱՑ-ն դաբրոյա տվել եւ այս տղան ստացել է այս պաշտոնը։ Եվ մենք ձեզ հետ միասին պետք է հարց տանք։ Իսկ ո՞նց է ԱԱՑ-ն դաբրո տալիս, որ Դավիթ Տոնոյանին նշանակեն պաշտպանության նախարարությունում, հա, նախարար։ Եթե մենք ձեզ հետ բոլորս գիտենք ով է եղել Դավիթ Տոնոյանը մինչ այդ նշանակումը, իսկ ով է ինքը եղել։ Ինքը եղել է Դավիթ Տոնոյանը, Հայաստանի Հանրապետության MÇՍ-ի ղեկավար։ Եվ բոլոր այն մարդիկ, ովքեր աշխատել են Դավիթ Տոնոյանի հետ MÇՍ-ում, հա, կարան ձեզ ասեն, ինչ բարդակ է եղել այդ նախարարությունում։ Ինչ բարդակ է եղել, այսինքն դուք չեք պատկերացնում, ինչ անարխիա է եղել, երբ Դավիթ Տոնոյանը եղել է MÇՍ-ի ղեկավար։ Եվ այդ դեպքում Հայաստանի Հանրապետության ԱԱՑ-ն իմանալով ոնց է Դավիթ Տոնոյանը ղեկավարել MÇՍ-ը, էլի թղթում գրում է վարչապետի համար, որ այս տղան բոմբա տղա է, իդեալական է, չգիտեմ ինչ է, հա, ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության ԱԱՑ-ն, երբ ասում էր, որ Դավիթ Տոնոյանը բոմբա տղա է, փաստորեն ստել է, պրոստը օթից թղթեր է լրացրել, որ Տոնոյանը բոմբա սպեցիալիստ է ու այո ինքը արժանի է լինի նախարար։ Քանի որ անհնարին է, որ ԱԱՑ-ն, որը գտնվում է Երևանում, չիմանա ինչ էր կատարվում MÇՍ-ում։ Բարդակ, հա։ Եվ մենք բոլորս ձեզ հետ գիտեք, որ այդ MÇՍ-ը երբ է սկսվել փոփոխությունները, երբ այնտեղ նշանակել են Փամբուխչյանը, այնտեղ նշանակել են քաղաքացիական պայմանագիր, հա, կուսակցության ներկայացուցիչներին, հիմա սա ուրիշ MÇՍ է, այնց չի, որ եղել ոնց եղել է Տոնոյանի ժամանակ։ Մենք պետք է հասկանանք, եթե ԱԱՑ-ն դաբրոյա տվել, որ Դավիթ Տոնոյանին նախարար նշանակեն, դա նշանակում է, որ ԱԱՑ-ի առանձին մարդիկ իրանց վրա ճնշում էին եւ Ռուսաստանից, եւ Սերժ Սարգսյանի կողմից, քանի որ, տեսեք, Դավիթ Տոնոյանը օթից չի դուրս եկել, օթից չի վերընկել մեր գլխի վրա։ Դավիթ Տոնոյանը մինչեւ MÇՍ-ում նախարար լինելը աշխատել է Սեյրան Օգանյանի տեղակալը, այսինքն ոչ մի բանով Սեյրան Օգանյանից չի տարբերվում։ Այսինքն 44 օրվա պատերազմի ժամանակ փաստորեն մեր նախարարը եղել է Սեյրան Օգանյանը, քանի որ Դավիթ Տոնոյանը եղել է իր ընկերը, ինքը եղել է իր տեղակալը եւ հիշեցնեմ, որ Դավիթ Տոնոյանը այդ տղեն էր, որ 4 օրվա պատերազմի ժամանակ բոլոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ասել է, որ հայ կողմը ոչ մի պոստ, ոչ մի պոզիցիա չի կորցրել, այդ այն դեպքում, որ Ալիևը հայտարարել է, որ 20 կիլոմետր Դավիթ Տոնոյանի բանակը կորցրել է Թալիշում եւ Լելեթեփե, հա, այդ այն տղան է, ով ստել է 2016 թվականին բոլոր մեր քաղաքացիներին, ու ասել է մենք ոչ մի բան չենք կորցրել Ղարաբաղում։ Այդքան քաքերից հետո իմանալով, որ սա Սեյրանի ընկերն է, էլի այս մարդուն դնում են պաշտպանության նախարար։ Եվ սա այն մարդն է, ով 44 օրվա պատերազմի ժամանակ Մեղրի քաղաքում ֆրֆռում էր, խմում էր, ուտում էր, զվարճանում էր, եւ մեղրեցիները ինձ պատմում էին, ինձ նկարներ են գցում խմած վիճակում Դավիթը, կարմիր, հա, ինչ ռեստորան, դեռ մի քանի ռեստորան ա եղել, եւ հիմա է աշատացել այդ կաֆեները։ Էս է Դավիթ Տոնոյանը։ Եվ մենք պետք է սրա մասին անպայման իմանանք։ Ուրեմն, առաջի օրերին Ռոբերտ Քոչարյանը գալիս է Ղարաբաղ եւ հանրարարություններ է տալիս Բակոյին, հա, եւ Արայիկ Հարությունյանին եւ ոչ թե Արայիկ Հարությունյանին, այլ Արկադի Գուկասյանին եւ բոլորին, հա, ինչ պետք է անեն, որպեսզի սա այս նկարը առաջի օրերն ա եղել, տեսեք, Քոչարյանը եկել է Ղարաբաղ եւ հանդիպում այստեղ Բակո Սահակյանի հետ եւ Արկադի Գուկասյանի հետ, այսինքն 44 օրվա պատերազմի ժամանակ առաջի օրերը Քոչարյանը եկել է եւ հանրարարություններ ա տվել Բակո Սահակյանին եւ Արկադի Գուկասյանին, որ պետք է ամեն ինչ անել, որ տապալել, որ հաղթի բանակը Ադրբեջանի եւ օգնել ռուսներին։
Սա շատ կարևոր է, որ դուք իմանաք, քանի որ Քոչարյանի հրամանը եղել է այն, որ ինչքան շատ զոհվի հայկական զինվոր, այնքան լավ, քանի որ տեսեք, այդ հայկական զինվորները, ովքեր Ղարաբաղում են 44 օրվա պատերազմի ժամանակ, իրանք 18-20 տարեկան զինվորներ են եղել։ Եվ կոնկրետ այդ զինվորներն են ձայն տվել Փաշինյանին, իրանց ծնողներն են ձայն տվել, եւ Քոչարյանը ասեց, որ եթե լինի շատ զոհ 18-20 տարեկան տղա, առաջինը մենք մաքրում ենք այդ Փաշինյանի աջակիցներին, հա, ջահել տղաներին, իրանց եղբայրները, զոհվածների եղբայրները եւ վիրավորների եղբայրները, իրանք են ատելու Փաշինյանին, ատելու են ծնողները, պապաները, մամաները, իրանց ծոցյանները եւ Քոչարյանի իմաստը սա եղել, ինքը բացատրում էր, ինչքան շատ զոհ լինի, այնքան շատ մեզ ունենք հնարավորություն, հա, գնանք կառավարության շենքը քանդենք, հանենք Փաշինյանին ու սիկտիր անենք։ Էս սա եղել իր հրամանը։ Դե դուք գիտեք դա չի ստացվել։ Ուրեմն երկրորդ, երրորդ օրը, 44 օրվա պատերազմի երկրորդ, երրորդ օրը բոլոր PVO-ն, այսինքն PVO-ն, որ պետքա խփի այդ ինքնաթիռները, 80-85%-ը ոչնչացված էր, այսինքն պատկերացրեք ինչքան պրիմիտիվ PVO է եղել թղթի վրա, որ երկրորդ, երրորդ օրը էլ PVO չի եղել, այսինքն օդը բացվել է։ Քանի որ Ղարաբաղի սպան եւ Ղարաբաղի գեներալները անգրագետներ են, ինչ է արել Ալիևը։ Առաջի օրը ինքը բաց է թողել Ղարաբաղի վրա կուկուրուզնիկներ, այսինքն հասարակ 41-43 թվում հիշում եք կուկուրուզնիկներ ա եղել պրիմիտիվ։ Այդ կուկուրուզնիկը հա թռել է Ղարաբաղի վրա։ Եվ ղարաբաղցիները խնդում էին, որ Ադրբեջանը թույլ է մեզ վրա կուկուրուզնիկ է ուղարկում, կուկուրուզնիկը ինչ զիբիլ է, մենք խփելու ենք, իրանց զենք չունեն։ Այսպես ղարաբաղցիները այնքան լսել են իրանց բոզություն անող աղջիկներին Արցախի հերոստատեսությունում, ովքեր ասում են Ադրբեջանը զենք չունի։ Երբ առաջի օրը Ալիևը կուկուրուզնիկ է ուղարկել Ղարաբաղի վրա, այս մարդիկ սկսել են այդ կուկուրուզնիկների վրա կրակել։ Եվ երբ իրանք կրակում են, կուկուրուզնիկներից բացի բեսպիլոտնիկը նայում էր որտեղից է Ղարաբաղցին կրակում կուկուրուզնիկի վրա եւ այնտեղ խփում էր 85% PVO-ին Ալիևը ոչնչացրել է։ Հասկանում եք ինչ է եղել։ Եվ օդը բացել է սաղ 44 օրը։ Հա, տեսեք, սաղ 44 օրը պատերազմի Ղարաբաղի տղերքը, Ղարաբաղի գեներալները թալանում են զենքը, այսինքն զենքը գցում են ավտոյի մեջ, կավյորների մեջ sense փաթաթում են տոննաներով ու գողանում են հանում են դեպի Հայաստան։ Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ն բռնում էր ահագին զենքեր, ոնց են ղարաբաղցիները զենքեր հանում, գրնում են Սյունիքում, բռնում են Գեղարքունիքում, այդ Վարդենիսի ճանապարհի վրա, եւ ինձ ահագին նկարներ ա եղել, ինձ ուղարկում են, այսքան զենք եք տեսել, այսքան զենք եք տեսել, այսքան զենք եք բռնել, փաստորեն այդ մարդկանց բռնում են զենքով ղարաբաղցիներին, ու այնտեղից Արայիկ Հարությունյան, չգիտեմ ինչ զանգում են ու այդ տղերքին բաց են թողում, բայց զենքը վերցնում են։ Պատկերացնում եք, չխայտարակ վիճակը, այսինքն պատերազմը սկսել։ Вместо того, чтобы իրանք զենքը վերցնեն եւ կրվեն Ղարաբաղի համար, իրանք զենքը գողանում են, որ բերեն Հայաստան, վաճառեն ու լավ փող գրփեն։ Բոլոր մեր հետևորդները եւ YouTube-յան ալիքում եւ Հայաստանում եւ Facebook-ում ով նայում է պետք է իմանան դրա մասին, որ ԱԱԾ-ն ահագին տղեր կա բռնել այդ 44 օրվա պատերազմի ժամանակ ղարաբաղցիներին, ովքեր տոննաներով այնտեղից զենքեր են գողանում։ Այդ տղերքը ոչ թե չէին օգնում Հայաստանի տղերքին պոստերում, մի հատ ցույց տան իրանց գյուղը, իրանց զբաղված էին թալանով, ոնց անեն, որ շատ զենք անեն Ղարաբաղից։ Շարունակում ենք, տեսեք 44 օրվա պատերազմի ժամանակ դուք երևի հիշում եք Նիկոլայի պատմությունը, ում մատները вообще ինքը կորցրել է, ոտերը իրան սառել է, ահագին խմբեր, հայկական զինվորներ, ովքեր չէին իմանում հայկական գյուղերը Ղարաբաղում, իրանք գել են Զասադայի մեջ։ Եվ ուզում եմ հիշեցնեմ, որ մի անգամ ամենակ Ղարաբաղի սպան հանել Զասադայից, դա եղել է Դրմբոնում մի հատ հոյակապ անձնավորություն, ես իրան շնորհակալություն եմ հայտնում, բայց ցավոք սրտի դա մի հոգ է եղել, Դրմբոնի հրամանատարը, ով գնացել է եւ 300 հայկական զինվոր Զասադայից հանել։ Դա եղել է լավ տղա, հոգով տղա, գնացել է 300 հոգի Զասադայից հանել, բայց մնացած տեղերը, մանավանդ Հադրութի շրջանում, ովքեր մնում են Զասադայի մեջ, այդ տղերքը սոված, առանց ջուր, վախենում են вообще ծպուտը հանեին, հա, որ գերի ընկնեն, ոտերը մրսած, ձեռերը մրսած, չէին իմանում ոնց вообще փրկվեին։ Եվ գիտեք, ոչ մեկին չէին ուզում գնան հանեն, չէին ուզում փրկեն այդ տղերքին։ Սա շատ կարևոր է հասկանալ։ Այսինքն Ղարաբաղի գեներալները ոչ Սամվել Բաբայանը, ոչ մեկ չէր ուզում, հա, գնան հանեն այդ տղերքին։ Ոչ Քյոխը, ասում են Քյոխը լեգենդար հրամանատար է, ոչ Վիտալի Բալասանյանը, հասկանում եք, թքած, մնացել են թող մնան։ Սա մենք պետքա իմանանք։ Շարունակում ենք մեր խոսակցությունը, տեսեք, ուրեմն Ստեփանակերտ քաղաք 44 օր, հա, ուղիղ օգնություն ա եղել, եկել եւ մի անգամ Ստեփանակերտի քաղաքապետը, ես կոնկրետ խոսում եմ Դավիթ Սարգսյանի մասին, մի անգամ ցույց չի տվել ոչ մի թուղթ, որ ինքը օգնություն է ստացել, ումից է ստացել այդ օգնությունը եւ ինչ քանակով։ Այսինքն այս տղան եղել է քաղաքապետ Ստեփանակերտի, տոննաներով, ավտոներով 44 օր օգնություն է ստացել քաղաքապետարանը
Եվ Ստեփանակերտի քաղաքապետարանը մի հատ թուղթ չունի, մի հատ отчет չունի, ինչ է ստացել, որտեղ է տեղափոխել, հա։ Մենք պետք է իմանանք, որ ահագին ծխախոտ, որը տվել են անվճար սփյուռքահայերը եւ Հայաստանը 44 օրվա պատերազմի ժամանակ, բլոկադայի ժամանակ այդ նույն ծխախոտը, որը քաղաքապետարանին են տվել, փողով վաճառում են, չգիտես ով, ումից վաճառում են նույն Ղարաբաղի տղերքին, ովքեր պոստերում կայնած են 600 դրամով եւ 900 դրամով։ Դավիթ Սարգսյանը չի իմանում, որտեղ այդ ծխախոտը, Դավիթ Սարգսյանը չի իմանում, ինչ հաստատել, որտեղ է բաժանել, ինքը ասում էր տարեք լիֆտի մոտ քաղաքապետարանում դրեք մենք կընդունենք, ինքը ասում էր իր խմբի հետ որ տարեք էսկլադում դրեք մենք հետո կմիանանք ու մին ենք տալիս, եւ այդ ձևի 44 օր քաղաքապետարանը նայե բատերանում սա հայերին։ Այսինքն մենք ունեցել ենք մի հատ քաղաքապետ, անգրագետ տղա, որ չի համարում, որ ինքը 44 օր օգնություն է ստանում, ու մի հատ թուղթ պետք է գրի, ինչ է ինքը ստացել։ Կոնկրետ Ռոման Բաղդասարյանը եւ իմ թիմը, օրինակ կոնկրետ Թոմաս Ոսկանյանը, ով գնում էր եւ տանում էր իմ օգնությունը, իր թիմը ստանում էր այդ օգնությունը եւ մեզ ասում են տարեք սկլադում թողեք, իր կոնկրետ ընկերները չեմ ուզում անունները տամ, որպեսզի ոչ մեկին չդավաճանեմ, եւ իր ընկերներին շատ բաներ են պատմել, ինչ է ստացվել այդ օգնության հետ։ Որ մեր հետևորդները եւ Սփյուռքում եւ Հայաստանում իմանան, որ մենք ունեցել ենք մայրաքաղաք, որ ոչ մի աչոտ չի տվել։ Այս տղան երեսել չունի, դուրս գա, մի հատ թուղթ ցույց տա, ասել, լավ, աչոտը ստեղա, ումին ես դու ինչ տվել ես օգնությունը։ Քեզ ով է իրավունք տվել, առանց աչոտ դու ահավաքես այդ օգնությունը։ Ով է քեզ իրավունք տվել։ Սա ի՞նչ է, բարդակ է, թե անարխիա է։ Եվ այդ մարդը ոչ մի բանի համար պատասխան չի տվել։ Հա, տեսեք, ուրեմն շատ կարևոր ինֆորմացիա։ Մենք ունեցել ենք ահագին քրեական գործեր Ղարաբաղում մինչև պատերազմը սկսելը եւ այդ քրեական գործերով անցնում են տարբեր գեներալներ, Շուշի բանտի աշխատակիցներ, կոնկրետ օրինակ սպանել են Էդուարդ Գասպարյանին եւ Էդուարդ Գասպարյանի սպանության այդ պատմության մեջ եղել են վկաներ Շուշի բանտից, ովքեր տեսել են ովքեր են սպանել Էդուարդ Գասպարյանին։ Այդ վկաներին եւ բոլոր այն տղերքը, ովքեր վկա են եղել տարբեր քրեական գործերով, այդ տղերքին ուղարկել են Շուշի ունդեղ սպանել, իբր ադրբեջանցիք։ Լսում եք ինձ։ Այսինքն ինչքան վկա է եղել վտանգավոր, որ այսպես ասած գործերի մեջ, հա, տվել են ինֆորմացիա, այդ մարդկանց ուղարկել են Շուշի եւ սպանել։ Այդ ձևի ղարաբաղցիները ազատվել են այդ վկաներից։ Սա 100% ինֆո է կոնկրետ Էդուարդ Գասպարյանի գործով, տենց են արել եւ մյուս գործերով նույն ձևի։ Սա էլ պետք է մենք իմանանք։ Ուրեմն 44 օրվա պատերազմի ժամանակ ամեն օր գալիս էր ինֆորմացիա, որ մեզ ունենք զոհված տղերք, առաջի օրերն ա եղել զոհված ահագին, երրորդ օրը, 5-րդ օրը եւ տենց գալիս են զոհված տղերքը, ահագին զոհված տղերք մենք ունեցել Ջեբրայելում ամենաշատը ամսի 8-ից մինչև 9, այսինքն ամենաշատ զոհվածները դա եղել են Ջեբրայելում 8-ից 9 հոկտեմբերի։ Եվ շատ կարևոր ինֆո ես դրա մասին պատմել եմ եւ փաստեր եմ տվել տարբեր պատգամավորներին, կառավարության անդամներին։ Ուրեմն Ղարաբաղում կազմել են մի խումբ կանայք, Քոչարյանի խմբի հրամանով, մի խումբ կանայք, ովքեր սև շորերով գալիս են Հայաստան, մտնում են Երևանում եւ տարբեր մարզերում, մտնում են այն տեղերը, որտեղ թաղում են այդ զինվորներին, սև շորերով կայնում են զոհվածի մայրի մոտ կամ բարեկամների մոտ, սկսում են լացել եւ գիտեք, երբ դու գալիս ես թաղմանը, ոչ մեկ չի հասկանում ով է այդ կինը, այսինքն ով է այդ կինը, որ եկել է լացում, հա, դու չգիտես, չես հասկանում, թե սա հարևան է եկել, թե բարեկամ է եկել, չես հասկանում։ Ուրեմն մի խումբ կանայք, շատ մեծ խումբ կանայք Ղարաբաղից, սև շորերով պատրաստված, մտնում են թաղման, հա, կայնում են տարբեր կանանց մոտ, եւ երբ կանայք լացում էին այդ զինվորը, որ թաղում էին, ասում են Փաշինյանն է մեղավոր, թաղեմ Փաշինյանին։ Այսինքն իրանց նպատակը եղել է այն, որ կայնեն զոհվածի այդ մայրի մոտ, տարբեր կանանց մոտ եւ գցեն գլխի մեջ, որ այս տղան զոհվել է Փաշինյանի պատճառով, ինքն է գլուխը կերել։ Սա գիտեք, մի շարք քայլեր, որը օգտագործում էր Քոչարյանի թիմը, որպեսզի այդ պլանը իրականացնի եւ նոյեմբերի 9-ին, երբ իրանք փորձեցին գան կառավարության շենքում գլուխը ուտեն Փաշինյանին, իրանք չեն գտել դա։ Եվ պատկերացրեք այդ կանայք սուտի լացում էին, գալիս էին լացում էին թաղման օրը եւ կայնած, ստեղ են կայնում, խոսում են, ասում են, հա Փաշինյանն է մեղավոր, ինքն է գլուխը կերել, ինքն է կերել, ու սենց մեծ աշխատանք են տանում, մեծ։ Միջայլոց ուզում եմ նշել, որ ես եմ բացահայտել ուրիշ խումբ տաքսիստներ, հա, երբ տաքսիստները ամեն օր փողով ֆրում են Երևանով եւ կլիենտներին ասում են, որ Փաշինյանն է մեղավոր, Փաշինյանը սենց է, նենց է, դուք երևի տեսել եք, ես ցույց եմ տվել եւ նկարներն եմ գցել, դրանից հետո այդ խումբը վերացվել է, արդյունք երբ մենք երեսները ցույց ենք տվել, իրանք կորել են։ Հա, գնում եք դալշա։ 44 օրվա պատերազմի ժամանակ
մենք ունեցել ենք ահագին զոհվածի ծնող, ովքեր Ռուսաստանից գալիս էին, որ ման գան իրանց տղերքին, չէին կարող գտնեն, հեռախոսը չի պատասխանում, չգիտեն տղան вообще որտեղ է, անհայտ կորել է, ինչա պատահել տղու հետ, հա։ Եվ գիտեք, երբ այդ մարդիկ գալիս են Ստեփանակերտ, այնտեղ եղել է մի հատ Արմենիա հյուրանոց, դաշնակների հյուրանոցն ա եղել։ Պատկերացրեք, 44 օր Հայաստանից, Ռուսաստանից գալիս են ծնողները, զոհված տղերքի ծնողները, որ ման գան իրանց տղաներին, եւ այդ 44 օրում ոչ մի նորմալ վերաբերմունք, այսինքն այդ մարդիկ գալիս են հյուրանոց։ Неужели իրանք պետքա իրանց փողով կոֆե առնեն։ Неужели զոհվածի հայրը պետքա ձեզնից թեյ առնի։ Այո, առանձին տեղեր տվել են անվճար, բայց մեծ մասը, պատկերացրեք, ինձ մեծ մասը պատմում էր, ոչ մի ուշադրություն, ոչ մի, գիտեք, ոչ մի սրտացավ, ոչ մեկ չի մոտիկանում, որ օգնի այդ մարդկանց, ասի հայրիկ ջան, բա դու հոգնած ես, բա գիշերը քնի, բա թեյ տանք քեզ։ Понимаете, սա շատ կարևոր է հասկանալ, ասենց անտարբեր, անսիրտ վերաբերմունք, որը իրանք ցուցադրեցին մեծամասնության հանդեպ։ Ու այդ մարդիկ գալիս են այդ Արմենիա հյուրանոցում, ահագին մարդիկ պատմել են։ Ասում է, պատկերացրու, շատ վաղ մենք կոֆեի փող ենք տվել, թեյի կոֆե ենք տվել։ Բա տվարներ, неужели ձեզ թեյ չունեք, անվճար թեյ տակ այդ մարդկանց։ Բա այդ տվարներ, неужели ձեզ կոֆե չունեք, անվճար կոֆե տակ։ Կոֆեն ինչ ա որ դուք զոհված հայրիկներին անվճար կոֆե չեք տալիս։ Մենք սա պետք է իմանանք, մենք պետք է ֆիքսենք այդ ինֆորմացիան, որ այդ բոզի տղերքը հիմա եկածտեղ կոմպենսացիա են ստանում, ովքեր չէին ուզում կոֆե տային այդ մարդկանց, այդ մարդիկ հիմա ստեղ լեզուն 3 կիլոմետր հանում են կառավարության վրա, ստանալով այդքան օգնություն։ Մարդիկ, ովքեր չէին ուզում կոֆե տային զոհվածի հայրիկին։ Հա, հիմա անցնում ենք, շարունակում ենք մեր զրույցը, երևի դուք տեսնում եք, որ անհայտ կորածներ ունենք եւ մինչ հիմա մարդիկ կան, ովքեր մենք չենք գտել։ Հիշեցնեմ, որ 3900 ունենք մենք զոհված եւ այնտեղ կան մարդիկ, ովքեր անհայտ կորած են եւ դուք երևի միշտ տեսնում եք, որ ծնողները, անհայտ կորածների ծնողները հանդիպում են կառավարության շենքի մոտ կամ էլ ԱԱՑ-ի պետի հետ են հանդիպում եւ գիտեք, ոչ մեկ չի ուզում խոսա այն թեմայով, թե ուր են կորել այդ անհայտ կորածները։ Ես ուզում եմ առաջի անգամ իմ եթերում իմ հետևորդներից, քանի որ դուք իմ հանդեպ շատ լավ եք վերաբերվում, քանի որ մենք բոլորս արդեն մի ընտանիք եք դարել, սա շատ դժվար թեմա է, բայց դուք առաջինն եք լինելու, ինձնից իմանալու ենք, ինչու՞մն է կայանում խնդիրը, այսինքն 6 տարի անցել է եւ ինչու մենք չենք կարող առանձին անհայտ կորածների, հա, հարցը լուծենք եւ ասենք ուր են անհայտ կորել։ Տեսեք, ովքեր են անհայտ կորած զինվորները։ Կա կարող է լինի 10 պատճառ, ինչի այդ մարդը անհայտ կորել, չէ, բայց կա 3 պատճառ, հա, որը շատ կարևոր պատճառներ է։ Անհայտ կորածը դա այն մարդն է, այն տղան է, ում վրա ռումբը ընկել է կոնկրետ իր վրա։ Սա շատ դժվար է դրա մասին խոսալ, բայց եղել են դեպքեր 44 օրվա պատերազմի ժամանակ, երբ այդ անօթաչու սարքը խփում էր եւ այդ ռումբը ընկնում էր կոնկրետ զինվորի վրա, եւ երբ ընկնում էր զինվորի վրա այդ ռումբը, պատկերացրեք իրանից ոչ մի բան չէր մնում։ Այսինքն անհայտ կորածը նաեւ այդ ձևի տղերքն են, ում վրա ռումբը ընկել է եւ իրանից ոչ մի բան չի մնացել։ Իսկապես չի մնացել ոչ մի բան։ Ոչ մի ոտ, ոչ մի ձեռ, ոչ մի բան։ Դա առաջի կետն է։ Երկրորդ կետը, ովքեր են անհայտ կորածները։ Անհայտ կորածը կարող է եւ կա այն դեպքում, երբ Ղարաբաղում պատերազմի ժամանակ իրանք պոստեր են փորել, այսինքն խրամատ են փորել, գնացել են առաջ, ոչ թե առաջ, այլ հետև կամ աջ կամ ձախ եւ ասել են ստեղ մեկ այս թմբի վրա խրամատ եք փորում։ Իսկ Ջաբրայելի տարածքը փաստորեն դեղ ոչ թումբ կա, ոչ քերց կա, հա, շատ քիչ է, չկար ոչ մի բան։ Եվ իրանք պրոստը դատարկ տեղը խրամատ էին փորում, մեջը նստեին։ Եվ երբ իրանք խրամատ են փորում, մեջը նստում էին, երբ իրանք զոհվում էին կամ իրանց վրա կրակել են, այդ ձիակը մնում անդեղ, հա, ու զորքը հետա գալիս, հետա գնում ու իրանք կորցնում են, այսինքն Ղարաբաղի բանակը չէր իմանում որտեղ են խրամատները, այսինքն Արցախի պաշտպանության նախարարությունը, ինչա կոչվում, իրանք գեներալները չգիտեն որտեղ է զինվորը խրամատ փորել եւ որտեղ են իրանք սպանել։ Էսա անհայտ կորածը, քանի որ դեռ տարածքը մեծ է, ինչքան ուզում ես մանարի, ոչ մեկ չի իմանում հաստատ որտեղ են այդ խրամատը իրանք քանդել եւ մնացել այնտեղ, եւ եթե իրանք մնացան այդ խրամատում, իրանք կարող է հող են լցրել վրեններ, հա, ադրբեջանցիք եւ տենց կորել են։ Էս են անհայտ կորածները։ Կամ էլ ավելի վատ տարբերակ, երրորդ տարբերակը, եթե ինքը մնացել է այն խրամատում, որը ոչ մեկ չի իմանում որտեղ այդ խրամատը, ցավոք սրտի, դուք գիտեք եւ Ուկրաինայում եւ բոլոր պատերազմներում, եթե ձիակը մնում է խրամատում, անձրև է գալիս, այնտեղ վայրի խոսք կա, կենթանիներ կան եւ անհայտ կորած կարող է լինի մի հատ ձիակ, որը կենթանին կերել է եւ ուժը չկա։ Այդ 3 տարբերակն է գլխավոր պատճառը, որտեղ են կորել անհայտ կորածները։
Այնպես որ երբ մենք տեսնում ենք, որ կառավարությունից պահանջում են գտնել անհայտ կորածը, եթե ռումբը ընկել է իր վրա եւ ոչ մի բան չի մնացել, ոչ մի կառավարություն, ոչ մի երկրում չի կարող գտնի այդ անհայտ կորածը։ Այո, դրա մասին չեն խոսում, բայց սա է պատճառը, անհայտ կորածը ով է։ Մեծամասնությունը 99%-ը այդ դեպքերն է։ Շարունակենք, սա ես ուզում եմ պրոստը ասեմ, որպեսզի դուք իմանաք, չստացվի, հա, բան չանեք։ Ուրեմն տեսեք, երբ ես ասում եմ, որ Դավիթ Տոնոյանը, պաշտպանության նախարարը, իմանում էր, որ պատերազմը սկսում, հələ հունիս ամսում 2020 թվականին, հա, հունիս ամսում Դավիթ Տոնոյանը իմանում էր, որ պատերազմը սկսում, հասկանում եք, այս մարդը 3-4 ամիս առաջ իմանում էր, որ պատերազմը սկսում։ Հիմա տեսեք, պրես սեկրետար, այս մարդը Հայաստանի Հանրապետության պաշտպանության բանակի պրես սեկրետարը նշանակում է մի հատ աղջիկ Ղարաբաղից, ումի անունը Շուշան Ստեփանյան։ Դուք հիշում եք, չէ՞, այս աղջկան։ Հիշում եք այս աղջկան, երբ նշանակել են մամլո բան, հա, պրես սեկրետար, հա, պրես սեկրետար Մինիսтерства обороны, այսինքն Դավիթ Տոնոյանը իմանալով, որ սկսում է պատերազմը, աշխատանքի է վերցնում մի հատ աղջկա Ղարաբաղից, которая отвечает за информацию Министерства обороны. Пресс-секретарь Министерства обороны Армении Շուշան Ստեփանյան։ Հիմա պատկերացրեք, Շուշան Ստեփանյանը, երբ պատերազմը սկսել է, ինքը պետք է միկրոֆոնի դեմ կայնի ու մեզ պատմի, ինչա կատարվում, հա, ռազմաճակատում։ Իր գործն է դա։ Այսինքն Դավիթ Տոնոյան անունով նախարար, իմանալով, որ մենք պատերազմի մեջ ենք ընկնում եւ պատերազմը սկսում, վերցնում է ծանոթ բարեկամով, չգիտեմ, ում զանգով մի հատ աղջկան, որը ոչ մի կապ չունի այդ աշխատանքի հետ, այսինքն ոնց Դավիթ Տոնոյանը աշխատում էր MÇS-ում, ծանոթ բարեկամով աշխատանքի մարդիկ էր վերցնում։ Նույն ձևի, այսինքն ոչ մի լուրջ վերաբերմունք մեր հայրենիքի հանդեպ, մեր բանակի հանդեպ եւ Դավիթ Տոնոյանը նշանակելով այս աղջկան այդ ձևի լուրջ աշխատանքի, թողնում է մեր սաղ բանակը առանց ժողովուրդ ջան, առանց հա պրես սեկրետար։ Եվ պատկերացրեք, երբ պատերազմը սկսվել է, ես հիմա ձեզ գաղտնիք եմ պատմում, դուք չեք նկատել, այս աղջիկը մի անգամ չի խոսացել ոչ մի բան։ Մի հատ բանը, որը դուք տեսել եք, որ ինքը Facebook-յան իր էջում ամեն օր գրառումներ էր թողում, վիդեոներ էր թողում, լավ։ Ես ոչ մի անձնական վատ բան չեմ ասում, ես չեմ, այսպես ասած, ես Աստված իրան շատ պահի, ես ոչ մի վատ բան չեմ ուզում ասեմ Շուշանի մասին, բայց ինքը իր տեղում չի եղել։ Եվ սա ես գտնում եմ, սա հանցագործություն է, երբ պաշտպանության նախարարը Տոնոյանը իմանալով, որ այդ լուրջ պաշտոնի վրա պետք է լինի խելոք տղական աղջիկ, նշանակում է մի հատ աղջիկ, որ երկու բառ չի կարող կպցնի։ Այսինքն Դավիթ Տոնոյան, դու մեր հարկերով չգիտեմ, ծանոթ բարեկամներ ես հավաքում պաշտպանության նախարարությունում։ Եվ բոլոր հայաստանցիները եւ ընդհանրապես բոլոր հայերը գիտեն, որ քանի որ այս աղջիկը չէր կարողանում երկու բառ կպցնի իրար հետ եւ մեզ խայտարակ արել սա ազգի դեմ, այս մարդիկ զանգում են մի հատ մարդու, աղաչում են, խնդրում են, կներեք, էլի քիչ ամնում թե ոտերի տակ ընկնեն, բարև ջան, Ռուբեն ջան, մնում է թե ոտերի տակ ընկնեն, այս տղու ոտերի տակ են գնում, խնդրում են, ասում են Արծրուն ջան, խնդրում եք, այս աղջիկը Շուշան Ստեփանյանը երկու բառ չի կարող կպցնի, սա հայ ազգը սպասում է, որ ինչ ենք մենք ասելու, այս ինչ է լինելու, Արծրուն ջան, խնդրում եք, դու դուրս արի եթեր, դու խոսա, որ խայտարակ չլինեք։ Այսինքն այս տղան, սա 44 օրը պատերազմի, անում է ուրիշի գործը, այս աղջիկա գործը։ Հասկանում եք։ Սա Դավիթ Տոնոյանի արած գործն է։ Մենք սենց ենք բանակ, հա, պատրաստել պատերազմի։ Ուրեմն այս խեղճ տղան կներեք, էլի մի քիչ ջուր խմեմ։ Այս խեղճ տղան 44 օր ինչ իրան ասում են, ինքը նայել ասում էր։ Դուք պատկերացրեք ինչքան ստեր են փչում ղարաբաղցիները, հա, ու այս ստերը խեղճ այս տղան հայտարարում են։ Ես ուզում եմ ֆիքսել մեր հետևորդները մի բան հասկանան, հա։ Ուրեմն Արծրուն Հովհաննիսյանին ես անձամբ ճանաչում եմ։ Ես իր հետ անձամբ աշխատել եմ, կոնկրետ բացատրեմ, մինչև 44 օրվա պատերազմը մենք ունեցել ենք պատմություն Թավուշի մարզում, մինչ դա էլ մենք մեր կողմից դիմել ենք Արցրունին եւ ում կարանք մենք օգնենք, ասեմ Արցրուն ջան, մենք ուզում ենք օգնենք մեր զինվորներին, մեր սպաներին, ով կա էլի մարզերից, որ մենք կարանք վերենք օգնություն հասնենք իրան, կոնկրետ տանենք իր ձեռը տանք այդ գումարները, որ ինքը իր հարցերը լուծի։ Եվ Արցրունի հետ մենք ահագին աշխատեցինք, ասում է Ռոմ ջան, գնացեք օրինակ Թավուշի մարզում պետք է այս տղան օրինակ հայրիկ եւ տղա իրանք պոստերում կայնած են, կամած իրանց բանյան սարքում են, կարակ իրանց ակնե օգնեք ստրոյմատերիալ վերցրեք, իրանց բանյան ավելի շուտ անեն, որ կարողանան լողանան, հա։ Այդ ձևի ահագին հարցեր, ումա պետք արենդայով տուն, մենք գնանք տուն վերցնենք, որ ինքը բան ով վիրավորվել է Երևանում, ինքը բուժվում է եւ այլն։ Այս տղուց մի հատ սխալ բան ես չտեսա։ Այս տղան ինչքան ազնիվ, ինչքան բարյադիչն է։ Մի անգամ ոչ մի օգնությունից մի կոպեկ ինչ մենք տրամադրել ենք չի վերցրել, իրան ոչ մի բան չի վերցրել եւ գիտեք հավատացեք,
որ այս տղան իսկապես հայրենասեր, գրագետ տղա է եւ ինքը ավելի բարձր մակարդակ ունի, սա вообще իր գործը չի։ Սա 44 օրը Արցունը վերցրել է իր վրա մի հատ փստիկ գործ, այս աղջկա գործը, որը ոչ մի կապ չունի այս տղու հետ։ Ուղղակի ինքը քանի որ սիրում էր Հայաստանը, հայ ժողովուրդը, ինքը իր վրա վերցրել է այս մեծ ծանր պատասխանատվությունը եւ ինքն էր խոսում։ Այսինքն փողը ստանում է այս աղջիկը, իր գրպաններն ալացնում, այս աղջիկը կոֆե է խմում, զվարճանում կաբինետում փող է ստանում, որպես Ղարաբաղցի աղջիկ ծանոթ բարեկամով աշխատանքի վերցած։ Իսկ այս տղան իր գործը անում է 44 օր պատերազմի ժամանակ։ Եվ պատերազմից հետո այս տղան պատմում է Ղարաբաղցիների ստերը, հա, եւ քֆուր են տալիս իրան։ Իբր դու ասել ես ամեն ինչ լավ է, այս տղան մենակ պատմում էր նա, ինչ ասում են իրան Ղարաբաղցիները կամ էլ Օնիկ Գասպարյանը։ Իսկ նրանք ստում են ամեն օր։ Այնպես որ ես ասեմ, որ Արցունի վրա որ հարձակվել են համացանցում, հիմա ես պատմում եմ, արդեն 6 տարի է անցել, այն մարդկանցից մեկը, ով ամենաշատը պաշտպանել է Արցրուն Հովանեսյանին, իմ խմբերով, դա եղել է Ռոման Բաղդասարյանը։ Այդ այն դեպքում, որ Արցրունին այնքան են բամբասել իմ հանդեպ վատ բաներ, օրինակ այդ Տիկին Դավթյանը, չգիտեմ, ահագին վատ մարդիկ բանդիտներ։ Եվ Արցրունը իմացավ պատերազմից հետո, որ ինչքան ես ազնիվ մարդ եմ, որ ես իրան պաշտպանում եմ, եւ հիմա ինձ չունեմ հնարավորություն թեյ խմեմ կամ կոֆե Արցրունի հետ, բայց ես վստահ եմ, որ Արցրունը գնահատում է իմ աշխատանքը, որ իրան վրա, որ այսքան ցեխ են շպրտում, հա, ընդդիմադիրները, ամենամեծ աշխատանքը, որպեսզի աջակցեմ Արցրունին, դա արել է Ռոման Բաղդասարյանը, ամենամեծ աշխատանքը Facebook-ում։ Այսքանը կարամ ասեմ, հիշեք, որ այս տղան իսկապես լավ տղա է։ Շարունակենք, հա։ Ուրեմն տեսեք, հաջորդ մեր կետը Արցախի ԱԱԾ-ն 44 օրվա պատերազմի ժամանակ մոտ 30 հոգի իրանց լավ են պահել, կռվել են, զոհվել են, այդ զոհվածների մասին մենակ լավը կարամ ասեմ։ Բայց բոլոր մեր հետևորդները Սփյուռքում եւ Հայաստանում պետք է իմանան, որ 70% Արցախի ԱԱԾ-ն կամ փախել են Հայաստան, պատկերացնում եք ԱԱԾ-ն առաջի օրը փախնի Հայաստան։ Պատկերացնում եք այս բան։ 70%-ը կամ էլ մի մասը, փոքր մասը, նստել են պատվալներում, նկողներում, 44 օր ոչ մի աշխատանք չեն արել։ 70%-ը դուրս է եկել, որ անվորակ, անգրագետ, այն вообще ոչ հայրենասեր, հա, դավաճան, նիգազիայներ, ովքեր հավաքվել են դեղ։ Հիշեցնեմ, որ Արցախի ԱԱԾ-ն ինչքան զիբիլ կար մեծ մասը, դեղ հավաքված են եղել։ Օրինակ ես իմանում եմ մի հատ տղա, ով գողություն արել բանակում, գողությունից հետո քրեական գործ են բացել, դրանից հետո վերցրել են Արցախի ԱԱԾ-ն։ Արշավիր Գարամյանի տղան վերցրել են ԱԱԾ։ Այս մեկի տղան վերցրել են ԱԱԾ։ Ու այդ պատճառով պատերազմի ժամանակ ԱԱԾ-ն թողել է Ղարաբաղը ու փախել։ Սա պետք է մենք իմանանք, դուք պետք է իմանաք, հա, որպեսզի բոլորը իմանան։ Նաև նշեմ, որ Ղարաբաղի չինովնիկների 70%-ը առաջի 2 օրը փախել են, այսինքն այն վաղ եղել է Արայիկ Հարությունյանը, Ղարաբաղի ղեկավարը, 70% իր նախարարները փախել են Ղարաբաղից։ Պատկերացնում եք դուք։ Սա շատ կարևոր է, որ մեր հետևորդները իմանան։ Շարունակենք։ Դուք գիտեք, որ առաջի շրջանը, որը մենք կորցրել ենք Ղարաբաղում, դա եղել է Հադրութի շրջանը։ Ուրեմն ժողովուրդ ջան, Հադրութի շրջանում 30 գյուղ կա, 30 գյուղ։ Պատկերացնում եք։ Просто чтобы понимать, да? 30 գյուղ։ Հադրութի շրջանում 30 հայկական գյուղ եւ բոլոր գյուղերում կես բնակիչները տղամարդիկ եւ մեծ մասը օֆիցեր։ 30 գյուղում մի հատ գյուղում մի հատ բոյ չի տվել Հադրութին, այսինքն Ղարաբաղցին, մի հատ գյուղում մի անգամ չի կրակել, որ իր գյուղը պաշտպանի։ Բոլորը փախել են եւ միակ բոյը ով տվել է իր գյուղի համար, դա եղել է Մարտունու շրջանի Թաղավարտ գյուղ, այսինքն այդ Թաղավարտը սահմանում է Հադրութի եւ փաստորեն Մարտունի եւ Հադրութի շրջանը, հա, սահմանում է։ 30 գյուղում մի հատ բոյ չի եղել, այսինքն Ղարաբաղցին ոչ մի գյուղի համար չի կրվել։ Փախել են, թողել են ու գնացել են։ Ու բոլոր 30 գյուղում եղել է թալան։ Այս բոլոր 30 գյուղը Ղարաբաղցիները պատերազմի ժամանակ թալանել են, հավն են թալանել, գինին են թալանել, ոսկին են մանեկել, սաղ հանել են կամազներով իրանց գյուղերը։ Ու մեր հետևորդը պետք է սրա մասին անպայման իմանա, քանի որ սա շատ կարևոր ինֆո է։ Շարունակում ենք։ Պատկերացրեք 44 օր պատերազմա գնում եւ Ղարաբաղը չի կարող հաց թխի։ Չի կարող։ Հաց չի թխում մեր զինվորների համար։ Ղարաբաղցիները թողել են մեր զինվորներին առանց հաց։ Եվ դա եղել է նաև Քոչարյանի հրամանը։ Բա այ ախպեր ջան, դու 35 տարի միլիարդներ ես ստացել, դու 35 տարի պատրաստվել ես պատերազմին։ Դու ո՞նց ես ասում, որ դու չես կարող հաց թխես եւ մատակարարես զինվորներին պոստերում։ Եվ մեր վարչապետն է հրաման տվել, որ հաց թխեն Գորիսում
եւ տանեն բաժանեն մեր զինվորներին, քանի որ Ղարաբաղցին թողել է մեր զինվորին առանցած։ Բացի դրանից, 4-րդ պաշտպանական նախարարությունում ես գցել եմ վիդեոն, դուք տեսել եք, այն հացը, որը Փաշինյանը թխում էր իր զինվորի համար, իրանք ինադու փչացնում էին այդ հացը եւ տանում էին տալիս են խոզերին եւ գնում էին զինվորներին ասում էին, որ վարչապետը ձեզ թողել է առանց հաց։ Ուրեմն բոլոր համարյա այդ զինվորական մասերում եղել են հատուկ ծառայությունների աշխատակիցներ, ովքեր նկարել են ոնց են ղարաբաղցիները փչացնում ինադու հացը, այդ վիդեոները հատուկ ծառայությունների աշխատակիցները նկարել են ու բերել են Փաշինյանին sense դեմը դրել, ասել են պարոն վարչապետ, տես քո ուղարկած հացը ոնց է ղարաբաղցին փչացնում, հա, ու տանում շպրտում։ Ու Փաշինյանը ստացել է այդ ինֆոն ինքը իմանում է դրա մասին։ Ինչի չեն հացը տվել զինվորին, որպեսզի զինվորը թուլանա, լինի սոված, որպեսզի զինվորը, ասեք, ինչի՞ չէ Ղարաբաղցին տվել հացը, որպեսզի զինվորը զանգի Հայաստան ու ասի կառավարությունը մեզ թողել են առանց հաց, որպեսզի զինվորը զանգի Ռուսաստան ու ասի Փաշինյանը վատնա հացը չի տալիս։ Դուք պատկերացնում եք ինչ աստիճան է սրանք բոզի տղերք են Ղարաբաղում նստած, որ ամեն ինչ անում են, որ Փաշինյանի վարկանիշը գցեն եւ պատրաստ են սպանել սոված զինվորին։ Պատկերացնում եք։ Ուզում եմ հիշեցնեմ, որ 44 օրվա պատերազմի ժամանակ մեր զինվորները մնացել են առանց ջուր, առանց խմելու ջուր, եւ ջուր չի եղել, այսինքն երբ արտիլերիստը բոմբը ընկնում էր իր մոտ, այդ սա խողը ընկնում էր երեսի մեջ, ոչ աչքիներ է եղել, ջուր էլ չկա, որ ջրով լվանա, ջուր էլ չկա, որ ջուր խմի։ Եվ բոլոր այդ ջրի հարցը լուծում էր մեր կառավարությունը, մեր վարչապետը, ով մեծ գումարներ էր ծախսում, պատկերացրեք ջերմուկ ջուրն էին բերում, այսինքն ստեղ պատրաստում էին հացը, ստեղ պատրաստում էին ջուրը եւ ամեն օր տանում էին մեր զինվորների համար ջուր, ջերմուկ ջուր ու տանում էին, այսինքն Ղարաբաղցիները չէին կարող ջրի հարցը լուծեն, ջուր բերեին տային մեր զինվորներին։ Եվ այդ ջուրը մենք բերում ենք Հայաստանից։ Եվ սրա մասին խնդրում եմ դուք իմանաք։ Ուզում եմ հիշեցնեմ, որ զենքերի 80-85%-ը վարչապետը ասեց մի քանի օր առաջ, որ չի օգտագործել Ղարաբաղի բանակը եւ դա 100% ինֆո է, եւ հիշեցնեմ, որ ես ձեզ ցույց եմ տվել հատուկ ծառայությունների նկարանունները, որտեղ նաեւ այդ վիդեոն տվել են վարչապետին, որ ինադու բրոնեժիլետները փչացրել են ղարաբաղցիները, պատկերացնում եք ինադու փչացնում են բրոնեժիլետը, որպեսզի զինվորը չհակնի եւ զոհվի։ Ինադու Եվ հավաքում են գումարներ Ռուսաստանից եւ Ռուսաստանի հայը հարց չի տալիս։ Բա դուք 35 տարի միլիարդներ եք վերցրել։ Բրոնեժիլետը ինչի՞ ես դու ինձնից խնդրում Մոսկվայից, Սամարայից, Կրասնոդարից։ Այսինքն Ռուսաստանում ապրող հայը այնքան խղճ չունի, ինքը չի ասում Ղարաբաղցիներ 35 տարի դու բանակը կուտակել ես բրոնեժիլետ։ Դու ինչի՞ ես մեզնից բրոնեժիլետ ուզում։ Այսինքն մի կողմից ինքը սպանում է մեր զինվորներին բրոնեժիլետը փչացնում է, մյուս կողմից ինքը թալանում է Ռուսաստանի հայերին, փոկի իրանց փողերը։ Բայց սա sense պատերազմ են անում, հա։ Տենց պատերազմ դուք տեսած կաք, ինչ աստիճանի այս մարդիկ տականքներ են։ Շարունակենք։ Տեսեք, փաստորեն Ղարաբաղի գլխավոր երկչուհին, այս աղջիկներ, 35 տարի, այսինքն վերջի 20 տարին մանավանդ, այս աղջիկը եղել է Ղարաբաղի գլխավոր երկչուհին։ Այս աղջիկը անունը Տաթևիկ Բալայանը։ Այս աղջիկը բոլոր հերոստալիքներով ցույց են տալիս Ղարաբաղում, որ ինքը հայրենասեր աղջիկ է, պատմում էին, որ ինքը Ղարաբաղի երեսն է, Ղարաբաղի ձայնն է։ Տաթևիկ Բալայան անունով մի հատ աղջիկ։ Լավ, դու բեմից, ես քեզ եմ դիմում, Տաթևիկ ջան, դու բեմից մարդկանց նայեբատ ես արել, որ դու հայրենասեր աղջիկ ես, որ դու տաղանդավոր աղջիկ ես, որ դու սիրում ես Ղարաբաղը։ Այդ ո՞նց է ստացվել, որ դու մի օր չես ուզեցել Ղարաբաղում մնաս, օգնես մեր վերևորներին, հա։ Ո՞նց է ստացվել, որ դու մի ժամ չես կայնել խրամատում, որ երգ երգես մեր զինվորների համար։ Իսկ մեր հետևորդները պետք է իմանան, որ սաղ Ադրբեջանի երգիչները եկել են, իրանց զինվորների համար երգ են երգել։ Դուք պատկերացնում եք։ Այսինքն ադրբեջանցիք եկել են իրանց զինվորների համար երգ են երգում, դուք տեսել եք, որ գլխավոր երգչուհին գոնե մի ժամ գա, դուխտ է մեր զինվորներին, չէ։ Բա արի երգի, արի դուխտ օր մեր զինվորներին, ու մենք ուզում ենք հաղթել պատերազմում, որտեղ գլխավոր երգչուհին թքել է իր Ղարաբաղի վրա ու մի ժամ չի երգել Ղարաբաղի տղերքի համար կամ Հայաստանի տղերքի համար։ Ու այս աղջիկը միլիարդներ է աշխատել որպես գլխավոր երգչուհի Ղարաբաղի։ Մի ժամ մի հատ քայլ չի արել Ղարաբաղի համար։ Դրա համար եք մեկ պարտվել։ Ինքը եղել է էստրադայի երգչուհի, իր ամուսինը ծանոթ բարեկամով եղել է օրկեստրի ղեկավարը, հետո ինքը բացի դրանից, որ եղել է գլխավոր երգչուհին, ծանոթ բարեկամով պաշտոն ստացել քաղաքապետարանում заведующий отделом կուլտուրա, այսինքն մի քանի պաշտոն։ Մեշոկներով փող էր գրփում Ղարաբաղից, բայց Ղարաբաղի զինվորների համար մի ժամ չի երգեց։ Ինչի՞։ Դու չես այդ զինվորներին նայեբատ արել բեմից, ասել ես պետք է մենք լինենք պինդ, պետք է լինենք հայրենասեր, իսկ դու հայրենասեր ես եղել աղջիկ ջան։
Այդ որ միլիարդներ ես դու աշխատել, դու քանի ժամ ես երկել խրամատում մեր զինվորների համար։ Ու այսօր քո ամուսինը Դավիթ, հա, Դավիթ Աստատուրյան, քո ամուսինը Փաշինյանն է քննադատում։ Լուրջ Դավիթ ջան, քո կինդ եղել է գլխավոր երգչուհին, մի ժամ չի երգել զինվորների համար։ Դու եւ քո ընտանիքը Ղարաբաղից եկած ստեղ դուք քննադատում եք վարչապետին։ Ու դու քեզ վրա մի հատ նայես սկզբից Տաթևիկ Բալայան։ Մի հատ մտածի, դու պետք է երգեիր խրամատներում, թե ոչ։ Բայց մի հատ Ղարաբաղցի չի գրում. Տաթևիկ, դու չես եղել Ղարաբաղի երգչուհին։ Եթե դուք ազնիվ եք, հարգելի ղարաբաղցիներ, այդ ինչի՞ չեք գրում։ Տաթևիկ Բալայան, դու եղել ես գլխավոր երգչուհի, դու մի ժամ երգել ես խրամատներում մեր զինվորների համար։ Ոչ, բա ինչի՞ ես հիմա եկել Հայաստանում գումարներ ես ստանում Փաշինյանից եւ Փաշինյանից դու դժգոհ ես։ Փաշինյանն է երգչուհի, երգչուհին դու ես, չէ՞։ Փաշինյանը հո չի կարա գլխավոր երգչուհի տեղը գնա խրամատում երգի։ Դու ինչ ես արել, Տաթևիկ ջան, դու ինչ ես արել, որ դու քննադատում ես վարչապետին։ Եթե դու ազնիվ աղջիկ ես, մի հատ գրի քո համացանցում, որ ներողություն եմ խնդրում, հայր ջան, որ ես 35 տարի փող եմ գրփել Ղարաբաղում, բայց մի վարքյան չեմ երգել զինվորների համար։ Ու այս ձևի դավաճանների պատճառով մենք կորցրել ենք Ղարաբաղը։ Տաթևիկ Բալայան անունով աղջիկ կմնա դավաճան մեր պատմության մեջ, դավաճան, ով չուզեց մի վարքյան նստի մեր զինվորի մասին։ Մոտիկ, եթե զինվորը տեսներ, որ գլխավոր երգչուհին աղջիկ տեղով պատրաստ է կայնի զինվորի մոտ, զինվորը ավելի լավ կրվեր։ Էսա Տաթևիկ Բալայանը, ով դավաճանեց իր Ղարաբաղը, գրփելով փողեր։ Կարաս շարունակես Փաշինյանի դեմ գրես, ինչ ուզում ես։ Էս է քո պատասխանը, Տաթևիկ ջան։ Հա, շարունակենք ժողովուրդ ջան։ Ուրեմն տեսեք։ Ես ուզում եմ շատ կարևոր բան ասեմ, հա։ Շատ կարևոր բան։ 44 օրվա պատերազմի ժամանակ մեր վարչապետը եւ մեր կառավարությունը թույլ են տվել, որ Սամվել Բաբայան անունով մի հատ անձնավորություն նստի բունկերում։ Ուշադիր լսեք։ Դուք տեսել եք Սամվել Բաբայանը 44 օր պատերազմի ժամանակ նստել է բունկերում ու լսել ով է ինչ ասում։ Հիմա ինֆո եմ տալիս, որը առաջի անգամ այս սյուժեն եմ պատրաստել, վաղը չի մյուսը, բայց հիմա ավելի շուտ եմ պատմում։ Ուշադիր լսեք։ Դուք կյանքում հարց եք տվել Ռոբերտ Քոչարյան անունով մի հատ անձնավորություն, որտեղից մեր գլխին եկավ ընկավ, որտեղից դուրս եկավ Ռոբերտ Քոչարյանը։ Դուք հարց տվել եք այդ ձևի հարց, ովքեր ինձ նայում են Facebook-ով եւ YouTube-ով։ Մենք միշտ լսում ենք Հայաստանում, որ Վազգեն Սարգսյանը Քոչարյանին բերել է Ղարաբաղից, բայց դուք հարց չեք տալիս Ղարաբաղում Քոչարյանը որտեղից դուրս եկավ։ Քոչարյանին բոլորը ատում են, չէին հարգում, անգրագետ, լակտի, կոնկրետ ղարաբաղցիները ատում են այդ տղուն։ Այդ ոնց դարավ Ղարաբաղի գոսկամիցեցի начальника, հետո դարելա բան վարչապետ Ղարաբաղի 92-94 թվին։ Ասեմ, մի հատ բան ասեմ, որը դուք չեք իմանում։ 92-94 թվին Սամվել Բաբայանը, ով ումից այնվաղ վախում են, քանի որ ինքը բանդիտ է եղել, 92 թվին բարձրանում է տրիբունա Սամվել Բաբայանը։ Ու Ղարաբաղցիներին վախեցնում է, սպառնում է այդ դեպուտատ падգամավորներին, որ դուք պարտավոր եք Քոչարյանին ընտրեք գոստամիցեցի начальник։ Դա ես եմ ձեզ պատմում։ Հիմա նա ով ստեղծել է Քոչարյանին, նա ով առաջի օրվանից ստեղծել է Քոչարյանին, Սամվել Բաբայան անունով մի հատ տղա, մենք թույլ ենք տվել, որ 44 օր նստի բունկերում։ Բալավ, неужели մեկը չի ասել ԱԱՑ-ից, ես չեմ հասկանում, ոնց է աշխատել ԱԱՑ-ն, неужели Հայաստանի Հանրապետության ԱԱՑ-ն չի ասում վարչապետին, որ պարոն վարչապետ, եկեք թույլ չտաք բունկերում նստի Սամվել Բաբայանը, քանի որ այս մարդն է ստեղծել Քոչարյանին, քանի որ ինքն է իր օգնականը։ Դուք հասկանում եք, որ Սամվել Բաբայանը աշխատում է Ռոբերտ Քոչարյանի վրա, եւ Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Բաբայանը ԿԳԲ-ի ագենտներ են։ Դուք հասկանում եք, այսինքն Սա 44 օրը ինքը բունկերում որ նստել է Սամվել Բաբայանը, ինչ դեղ իմացել է, մի վարքյանից հետո ասել է Քոչարյանին, սենց է ասում, նենց է ասում, սենց է ասում։ Իսկ Քոչարյանը ասել է ռուսներին, իսկ ռուսները ասել են ադրբեջանցիներին։ Այսինքն, ինչ կատարվել է բունկերում, ադրբեջանցին մի ժամից հետո արդեն իմացել է, ինչ է կատարվում։ Ես վստահ եմ դրա մեջ, քանի որ նորից եմ կրկնում, որ Ռոբերտ Քոչարյանին ստեղծել է Սամվել Բաբայանը, Սամվել Բաբայանը սպառնել է եւ ստիպել է ղարաբաղցիներին ընտրեն Ռոբերտ Քոչարյանին եւ դրա մասին հոյակապ իմանում է Հայաստանի Հանրապետության ԱԱՑ-ն, բայց Հայաստանի Հանրապետության ԱԱՑ-ն չի զեկուցել վարչապետին, որ ախպեր ջան, այս մարդը Քոչարյանի մարդն է, դուք ո՞նց եք թույլ տալիս, որ ինքը բունկերում նստի։ Ո՞նց։ Եվ սա բոլորս պետք է այդ հարցը տանք, ո՞նց։
մի քիչ լավ բաներ ասեմ, քանի որ իմ տրամադրությունս էլ անգել։ Գիտեք 44 օրվա պատերազմի ժամանակ մենք ունեցել ենք 11000 վերավոր եւ բոլոր վերավորները կարամ ասեն, որ իրանց շատ լավ են ցավազրկել Հայաստանի մեր բժիշկները Հայաստանում, մեկը ոտնակորցրել, մեկը ձեռքնակորցրել եւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնեմ Արսեն Թորոսյանին, ով եղել է մեր նախարարը, ինչ ցավազրկող, ինչ ամենալավ դեղեր, ամենալավ սպասարկում, ամենալավ բժիշկներ, բոլորը օգնել են մեր զինվորներին եւ այդ տեսակով Թորոսյանը շատ հոյակապ կազմակերպել է այդ աշխատանքը եւ ես ինքս իմ անձամբ շնորհակալություն եմ հայտնում Արսեն Թորոսյանին։ Տեսեք 4 օրվա պատերազմի ժամանակ այրվածքներ են ստացել զինվորները, մենք չենք ունեցել Ղարաբաղում դեղեր։ Եվ տեսեք Արսեն Թորոսյանը եւ մեր կառավարությունը ոնց են կազմակերպել այդ դեղորայքը, այդ վիրահատությունը եւ այլն։ Եվ պատերազմից հետո առանձին շնորհակալություն Անահիտ Օվանեսյանին, ով այսքան աշխատանք արեց։ Ինչի համար եմ ես սա պատմում, քանի որ գիտեք նենց ցավեր էր զինվորների մոտ, եւ շատ կարեւոր էր, որ ամենալավ, ամենաթանկանոց ցավազրկողը տրամադրել է կառավարությունը, հա, որպեսզի ամենալավ աշխարհում ինչ դեղեր կա, որ մենք կարանք օգնենք մեր վիրավորներին, որ ցավ իրանք շատ չզգան, հասկանում եք։ Եվ ես կուզենայի օգտվեմ, հա, այդ եթերով եւ անպայման դրա մասին ասեմ։ Շարունակեմ, չնայած դրան, որ մենք այս մեծ աշխատանք է կարել, որ վիրավորներին կարանք սպասարկենք եւ լավ վիրահատենք եւ ցավազրկենք, ցավոք սրտի Հայաստանի Հանրապետության բժշկական կենտրոնները պատերազմի ժամանակ լավ փող են աշխատել։ Գրել են, որ կորոնավիրուսով հիվանդ է իբր այդ տղան, որպեսզի ինքը չգնա Ղարաբաղ, այսինքն 44 օր պատերազմ է գնում եւ մեր բժիշկները այո, մի կողմից շնորհակալ ենք իրանք վիրահատել են մեր զինվորներին, հա, եւ օգնել են, բայց մյուս կողմից այդ նույն բժիշկները միլիարդներ են աշխատել այդ զինվորների վրա, երևանցիների վրա, Աբովյանի տղերքի վրա։ Թղթեր են գրում, որ սա հիվանդ է, նա հիվանդ է, մեկը հիվանդ է, ասում են, որ 50,000 դրամ տալիս ես, թուղթ է գրում, որ կորոնավիրուսով հիվանդ ես, օրինակ, հասկանում եք։ Այս վիճակն է եղել եւ էսա։ Հիմա շարունակենք, տեսեք, գիտեք ինչն է կարեւոր, հա, ասել, որ 44 օրվա պատերազմը Ալիևը հաղթել է նենց, ոնց մենք ենք հաղթել առաջի պատերազմը Ղարաբաղի։ Այնտեղ ռուսները օգնել են, որ մենք հաղթենք առաջի պատերազմը։ Այնտեղ եղել է Պիրիվարոտ, Բարդակ է եղել Սուրետ Գուսեյնովը, ես նախքին եթերում ձեզ պատմեցի։ Իսկ ստեղ Ալիևին օգնել են ռուսները հաղթի ինքը մեզ, որպեսզի եւ տապալեն Փաշինյանին եւ օգնեն Ալիևին, ստեղ մեր դավաճանները օգնել են Ալիևին, դրա համար ինքը հաղթել։ Բայց մինչ դա ինքը ահագին քայլեր արել, որ Ղարաբաղը կարողանա վերցնի մեզնից։ Տեսեք, Ալիևը միլիարդներ է ծախսել։ Ոչ թե մենակ բանակի վրա, այլ կաշառքներ են բաժանել, փողեր են բաժանել թե լրագրողներին, թե Ռուսաստանի լրագրողներին, նույն այդ Ռուսաստանի լրագրողներին փողեր են տվել, իրանք եկել են խաբել են հայերին, ղարաբաղցիները ասում են Պեգավ, Սիմոն Պեգավ, ցավը տանեմ, բայց այդ Սիմոն Պեգովը ինֆորմացիա էր տալիս ռուսներին, ռուսները ադրբեջանցիներին եւ դա օգնում էր Ալիևին։ Եվ Ալիևը բոլորին կաշառք է տվել, որ իրան ինֆո տան, բայց եւ տարիներով կաշառքներ էր բաժանում Ալիևը։ Իսկ ինչ է արել մեր կողմը։ Քոչարյանը արել է Հունաստանում իր համար օստրավ, հա, այն մեկը արել է Դուբայում տներ, այն մեկը ծախսում էր փող Սերժ Սարգսյանը Բադեն, տեսեք, Ղարաբաղյան կլանի ներկայացուցիչները տներ էին առնում, գնում են, չգիտեմ, կարճոժնիկի նման միլիոններ են, հա, թողնում Իտալիայում, իսկ այս մարդը Ալիևը միլիարդներ էր ծախսում, որ բոլորին կաշարի, որ կարա հաղթի մեզ Ղարաբաղում։ Եվ այս մարդիկ տարիներով խնդում էին, ասում են Ալիևը ոչ խարա, Ալիևը կարճոժնիկ, Ալիևը չի կարճոժնիկ, կարճոժնիկը Սերժ Սարգսյանն է։ Ալիևը խելոք մարդ է, ով շատ մեծ խելք ունի։ Կարճոժնիկը ինչի պետք է կարճոժնիկ լինի։ Կարճոժնիկը Սերժ Սարգսյանն է։ Այսինքն մենք իմանալով, որ Սերժ Սարգսյանը կարճոժնիկ է, մենք իմանալով, որ Սերժ Սարգսյանը միլիարդներ է տանում ծախսում Իտալիայում, մեր հասարակության ականջն ենք գցել, թե իբր Ալիևը ուշադրություն մի դարձրեք, ինքը փստիկ է, ինքը խաղացող է, բան Գեյդար Ալիևի ժամանակ փողերա բան, չգիտեմ, տարել թողել Տուրքիայում, ոչ։ Մենք մեր ժողովրդին խաբել ենք, ասել եք Ալիևը թույլ է, բայց Ալիևը եղել է 1000 ավելի պատիկ ուժեղ, քան թե մենք ներկայացրել ենք, մեր լրագրողները ստել են եւ հասարակությանը ստել են։ Դրա համար եք մենք այսօր ընկել։ Եվ այսօր շատ կարեւոր է, որ դուք կիսվում եք իմ եթերներով, որ դուք հավատում եք ինձ, քանի որ գիտեք, երբ մենք ազնիվ ենք, մենք մեր առաջ, մենք ուժեղ ենք։ Եթե դու քո տան մեջ ստում ես, դու քո տունն ես քանդում, դու քո գյուղն ես քանդում, քո քաղաքն ես քանդում, քո երկիրդ ես քանդում։ Բայց երբ դու ազնիվ ես, եւ ինչի համար եմ ես վարչապետին սիրում եւ հարգում, քանի որ այդ ձևի ազնիվ տղա մեր հայազգի մեջ չկա։ Փաշինյանի մեջ ամենամեծ ուժը իր ազնվությունն է։ Եվ նա ով ամենաշատն է սիրում Հայաստանը եւ հայազգը, ինքը ազնիվ է, ինքը ասում է ժողովուրդ ջան, այստեղ ակուշկան ջարդված է, մենք պետք է սարքենք։ Այստեղ դուրը ջարդված է, մենք պետք է սարքենք։ Ժողովուրդ ջան, էս է մեր իրավիճակը։
Ոչ թե ասե ամեն ինչ բոմբա է, բաղը պատերազմ սկսի, մենք ընկնենք խաքի մեջ, հասկանում եք։ Եվ այդ պատճառով ես գտնում եմ, որ ազնվությունը շատ կարևոր է մեզ բոլորիս համար։ Շարունակենք ժողովուրդ ջան, ես նորից եմ կրկնում, որ ռուսները ահագին օգնել են, որ ադրբեջանցին մեզ հաղթի, հա, եւ հաղթեցին իրանք։ Հա, այս հարցերով ես ուզում եմ, որ դուք բոլորդ, հա, լինեք շատ ուշադիր եւ հիշեք, որ առաջի պատերազմը մենք հաղթել ենք, քանի որ ռուսը մեզ օգնել է եւ Ադրբեջանում переворот է եղել, իսկ այստեղ ռուսը օգնել է ադրբեջանցուն, ամեն ինչ արել է, որ մենք խառնվենք իրար, հաղթի ադրբեջանցին։ Այդ պատճառով եկեք ոչ մեկի հետ չկրվենք, եկեք խաղաղ ապրենք մեր հարևանների հետ եւ եկեք թույլ չտաք ռուսը գա մեզ եւ ադրբեջանցուն ասի իրար հետ կրվեք, մեզ դա պետք չի։ Մեզ դա պետք չի։ Հիշեցնեմ մեր հետևորդներին, որ 44 օրվա պատերազմից հետո նոյեմբերի 16-ին 2020 թվականին ես թողել եմ իմ կյանքս Մոսկվայում, ես հրաժարվել եմ բոլոր իմ միջոցառումներից, ահագին փողեր էի աշխատում, ահագին հարուստ էի։ Ես հրաժարվել եմ ամեն ինչից, իմ գործից, որ ինձ շատ փողեր էր բերում ամեն ամիս։ Եվ տեղափոխվել Հայաստան եւ քանի որ ինձ ահագին հետևորդ ա եղել, ես իմ հետևորդներից բոլորիս միացրեցի ու ասեցի եկեք օգնենք զոհված եւ վերավոր ընտանիքներին։ Մենք օգնել ենք 1500, ուշադիր լսեք, 1500 զոհված ընտանիքի, վերավոր ընտանիքի, անհայտ կորած ընտանիքի, մանկապարտեզներին ես ինքս օգնել եմ 1500 ընտանիք եւ բոլոր գումարները հասցրել եք դրանց։ Բացի դրանից իմ հետևորդներս միշտ ինձ օգնել են, միշտ։ Եվ ես բոլորին շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ Կարինե Շահբազյանին, ով միշտ եղել է իմ մոտ կայնած եւ ես կյանքում չեմ մոռանա իր օգնությունը։ Կարինե Շահբազյան անունով։ Ես շնորհակալ եմ Արփինե Պետրոսյանին եւ իր ամուսնու Լյովային, ովքեր առավոտից երեկոյան ինձ հետ գնում են զոհված ընտանիքների տունը եւ դրանից հետո հիվանդացան։ Ես շնորհակալ եմ Վիկտոր, հա, մեր Վիկտոր եւ Մարգարիտային ամուսիններ, հա, հիմա Մարգարիտան չկա ցավոք սրտի, բայց այդ մարդիկ բժիշկ Վիկտորը առավոտից երեկոյան ինձ հետ մտնում էր զոհված ընտանիքների տները։ Ես ինքս 1500 տուն եմ մտել։ Եվ ես օգնել եմ մեր երկրին, լացելով, հիվանդացել եմ, շատ վատ եմ հիվանդացել։ Գիտեն երեխեքը, ինչքան եմ ես հիվանդացել եւ ոնց եմ բուժվել։ Եվ միջ հիմա մեծ ցավ ունեմ, մեծ ցավ։ Շնորհակալ եմ Արուշանյան ընտանիքին, շնորհակալ եմ մեր Արմենին եւ Մարինային, մեր Արմեն Դավթյանը եւ իր քույրիկ Մարինային Ամերիկայից։ Չեմ ուզում ոչ մեկին մոռանամ, այնքան շատ են, եթե ես ձեր անունը մոռացել եմ, շնորհակալ եմ Ուսիկ Մարկոսյանը կրվի ժամանակ եկել է ինձ հետ պոստերում մենք օգնություն ենք բաժանել։ Շնորհակալ եմ բոլորին, մի նեղացեք, եթե ձեր անունները չեմ տալիս։ 44 օրվա պատերազմը ինձ փոխել է եւ ես իսկապես կոտրվել եմ եւ Երևի ես ահագին բաներից հրաժարվել եմ իմ կյանքում եւ որոշեցի, որ երբ դու տենում ես այսքան սիրուն, այսքան 18-20 տարեկան տղերք, ում ինադու սպանել են, ես հիշեցնեմ, որ 3900 տղուց 40%-ը սպանել են Ղարաբաղի գեներալները, որպեսզի կարան, հա, իշխանությունը վերցնեն իրաց ձեռը Հայաստանում։ Այս կրվի մեջ միակ մարդիկ, ովքեր ուզում են հաղթեին, դա եղել է Նիկոլ Փաշինյանը եւ 18 տարեկան զինվորներ։ Մնացածը սա դավաճանում են եւ օգնում են ադրբեջանցիներին եւ պատերազմից հետո, գիտեք, հիմա համացանցում ահագին փաշինյանական բլոգերներ կան, բայց պատերազմից հետո, երբ Փաշինյանը գնում էր Երաբլուր, մեծ մասը այդ բլոգերներին չեն գնացել։ Կորել են вообще համացանցից։ Բլոգերների մեծ մասը փաշինյանական, երբ ամսի 9-ին Փաշինյանը ստորագրել է, որ պատերազմը վերջանում է, սկսել են քննադատել իրան կամ կորել են, բայց ես չեմ կորել։ Բլոգերների մեծ մասը չեն գնացել Երաբլուր, բայց ես դուրս եմ եկել իմ հետևորդներից հետ, չնայած շատ վտանգավոր է եղել, ես ժողովրդի հետ գնացել եմ Երաբլուր։ Վտանգավոր է եղել, քանի որ աղագին բանդիտներ ա եղել, կարային մեզ վրա հարձակվեին։ Բայց ես կայնել եմ իմ վարչապետիս մոտ ու գնացել իր հետ Երաբլուր։ Ասում եմ, իմ հետ այդ 1500 ընտանիքի, որ ես օգնել եմ, մեր հետևորդների հետ ես բոլորին շնորհակալ եմ, իսկապես շնորհակալ եմ, եթե ես կարողանայի բոլոր նրանց, ովքեր ինձ օգնել են, համբյուրեի, պաչիկներ տայի, ես դա կանեի բոլորին, բոլորի ձեռքից կպաչեի, կասեի շնորհակալություն, քանի որ այո, դուք ինձ հավատացել եք եւ ես ձեզ բոլորին աչոտներ եմ տվել, բացի այդ օգնությունից, իրանք բոլորը ինձ ասել են Ռոման ջան, քեզ $200, քեզ $100, քեզ $500, քեզ $1000, հեսա քոնն է Ռոմ։
ես այն վաղ вообще ինձ կոպեկ չի եղել եւ այնքան ենք մենք ֆրֆռում այդ ավտոներով, պատկերացրեք առավոտից երեկոյան ավտոն ինչքան բենզին եք ծախսում, ինչքան տաքսի, հյուրանոցներ, ուտելիք, հա, ճանապարհին 4-5 հոգով։ Դա օգնել են մեր հետևորդները, ես դա չեմ մոռանա կյանքում։ Եվ ես միշտ դա ասում եմ եւ ասելու եմ։ Այս թեման ինձ համար դժվար էր եւ իմ աչքերս, իմ սիրտս արտասուքներով լցվում է, երբ ես խոսում եմ այդ թեմայով։ Քանի որ չեմ կարող մոռանամ այդ տատիկները ոնց են լացում իրանց տղաների համար, մայրիկները, հայրիկները եւ ես իրանց հետ միասին լացում էի։ Եվ այսօր ես շնորհակալ եմ իմ վարչապետիս, որ ամեն ինչ անում է որ խաղաղություն լինի եւ վարչապետը տեսնելով որ Ղարաբաղյան կլանը եւ մեծ մասը ղարաբաղցիները ոնց են դավաճանել Ղարաբաղը, այն վաղ ինքը 44 օրվա պատերազմի ժամանակ մնացել է մենակ։ Պատկերացրեք մնացել է վարչապետը 18 տարեկան զինվորի հետ։ Ոչ Դավիթ Տոնոյանն է օգնում, ոչ Օնիկ Գասպարյանը դավաճան, բոլորը դավաճան։ Արա Աբրահամյանը փող է աշխատում Ղարաբաղի վրա, այս մեկը փող է թալանում, մնացել է վարչապետը եւ 18 տարեկան զինվորը։ Շատ ցավալի էր եւ այսօր ինձ համար շատ կարեւոր է որ պատերազմ չլինի, քանի որ ես ապրել եմ պատերազմի մեջ, ես 92-94 թվականին պատվալներում եմ ապրել Ստեփանակերտում, ռումբերի տակ, իմ պապաս կրվել է Ղարաբաղի համար իր կյանքը նվիրել Անգելազասադա Մարտակերտում առաջի պատերազմի ժամանակ եւ ես ապրել եմ պատերազմի մեջ, ես չեմ ուզում ոչ մի պատերազմ, չեմ ուզում վերադառնամ պատերազմ, չեմ ուզում կրակոցներ, չեմ ուզում զոհված տենամ առանց ոտ։ Եվ այսօրվա եթերում ուզում եմ խնդրեմ բոլորիդ որ ամեն ինչ անենք որ խաղաղություն լինի եւ իսկապես լինենք մեր վարչապետի մոտ կայնած որ ես ատում եմ եւ Քոչարյանին եւ Սերժին եւ Արա Աբրահամյանին եւ դաշնակներին քանի որ այդ բոլոր մարդիկ ինձ համար պատերազմի հետ են կախված հասկանում եք ուզում եմ որ մենք ապրենք որ մենք մեր փողերը ծախսենք առողջության վրա մինչ նոր հանդիպում մյուս եթերը ռուսերեն անելու եմ ռուսական էջում որպեսզի խոսանք քաղաքապետարանի մասին ռուսերեն շնորհակալ եմ բոլորիդ կիսվեք եթերով խնդրում եմ